Բարի օր ժողովուրդ ջան, պատասխանում եմ Արմեն Աբովյանին, ուրեմն Արմեն Աբովյան ջան, նախ առաջինը քո պատասխանի կարիքը չունեի, առավել ևս հարգալից, երկրորդը ծիծաղում եմ, որտեղ ծիծաղելու բան ես ասել, ախպեր ջան, դու ինքդ քեզ հակասում ես, մի հատ զապիսդ լսի, եթե դու իմ ծիծաղելուց նեղվել ես, դա քո խնդիրն է, ինձ վիրավորական բան գրես, ես գնամ հայց ներկայացնեմ, ինչ որ բողոք ներկայացնեմ ոստիկանություն, չէ, դա ձեր Սամվել Կարապետյանի բնավորությունն է, ով ինչ գրի իր մասին, հենա, դատարանները լիքն է հայցերով, նույն այդ օկտատերերի նկատմամբ, որոնք հանկարծ իր դեմ ինչ որ բան են ասել, անենց որ ձեր փորձը իմ վրա մի բան արեք, անուն ինչա, մի հագցրեք։ Երկրորդը, ես հաղորդում եմ տվել, այո, էսի քրեորեն պատժելի գործողություններ, ինչ որ արեց Կարապետյանի տղան։ Հասկացար, տղա ջան։ Դա իմ կարծիքն է, որովհետև ունեմ փաստեր։ Իդեպ, իմ կարծիքով բոլոր այն մարդիկ, ում դեմ Սամվել Կարապետյանը հայց ներկայացրել քաղաքացիական դատարան, որպեսի տուժ տուգանք ստանա այդ մարդկանցից, ովքեր իր մասին կարծիք են հայտնել, թող այդ մարդիկ փոխադարձ մտնեն դատարան, թող մի հատ արժանապատվություն պահանջեն, այն որ հայ կանանց իր որդին վիրավորել էր։ Սա էլ մի կարծիք հայտնում է, թող օգտվեն օկտատերերը, ում դեմ որ Սամվել Կարապետյանը մտել է դատարան։ Եղավ տղա ջան։ Ինչ հասնում է ինձ վիրավորելու համար ես մտնեմ, դե որ տենցներ ես հիմա դղիակ էի կառուցել։ Սամվել Կարապետյանի տնից բեթար տուն էի կառուցել, եթե ինձ վիրավորողներին ես գնայի դատի տայի, ես միշտ մտածել եմ, որ մարդիկ չեն հասկանում ինչ են անում։ Իսկ Սամվել Կարապետյանը շատ է տենց ճուստվիցիլնի է, էլի, սուրբ է, դրա համար ինքը դատի է տալիս։ Ի տարբերություն Սամվել Կարապետյանի, Մերի Տոմոյանը այն համացանցում ամենատխմար, ամենահիմար, ամենաաննասուն գրառում անողին դատի չի տա։ Կարապետյանի վրա այո հաղորդում տվեց, որովհետև Սամվել Կարապետյանենք իրանց ընտանիքով մտածում են, որ իրանք բոլորից առավել են, իրանք մտածում են, որ իրանք բոլորից լավն են, իրանք չի կարելի հանկարծ օյ ինչ որ մի բան ասել։ Այո, Սամվել Կարապետյանը մտածում է, որ իրան ոչինչ ասել չի կարելի, կարող ամեն մեկին 3 միլիոնով ինչ որ տուժ տուգանք պահանջի դատարաններում, բայց իր որդին մտածեց, որ իրան կարելի է։ Դրա համար էլ Մերին հաղորդումը տվել է ու լավ արի, այո։ Իսկ ես իմ ժողովրդին սիրում եմ, կապ չունի, հիմարություն են անում, ինչ են անում, ոչինչ, ժամանակը կգա, բոլորն էլ կհասկանան ամեն ինչ, բայց ես իմ ժողովրդին չեմ վնասել։ Իսկ ձեր դեմ, Արշուտ Սամվել Կարապետյանի որդու դեմ, այո, հաղորդումը տվեցի, որովհետև չերեչուր շատ եք արդեն ժողովրդին ճնշում ձեր դատական գործերով, սա իմ կարծիքն է։ Բայց տեղը որ հասնի, սաղը ճշտով շարժվող եք։ Այո, դու քեզ հակասում ես։ Հզոր պետություն ունենալու համար, տղա ջան, այդ հարկային տեսուչները պետք է 4-6 անեն աչքերը, որպես այս պետությունը հզորանա։ Այն թվերը չի, որ շալտայ, բալտայ, փալաս վիճակը լինի, ով ուզի մուծի, ով չուզի չմուծի։ Դու մի հատ նստի քո եթերներում, խոսի թե Սամվել Կարապետյանի, այդ նոր ձևի, այդ չգիտեմ, այդ ինչա, կուսակցությունա, ինչա, տեղյակել չեմ, այդ շարժման, տերերի կատարած գործողությունները հեծում։ Մի հատ մանրամասն պատմի։ Հարկերից ազատող խմբակ Ինչ հասնում է իմ լեքսիկոնին կամ իմ խոսելաձևին, տղա ջան, ես հասարակ քաղաքացի եմ, այն որ դու դուրսը խոսում ես, անենց էլ ես համացանցում եմ խոսում, որտեղ ես քո նման ձև չեմ տալիս, էլի, թե հա, էլի, տեսեք ինչ գրագիտ պոպուշ տղա է։ Ես ոնց կամ, տենց կամ, ոնց որ դուրսն եմ, գրասենյակում եմ, ոնց որ աշխատանքի վայրում եմ, ոնց որ ընկերներիս հետ եմ, անենց էլ իմ ընկեր լսարանի հետ եմ, հասկացար։ Այդ քո բացատրությունները, եթե դու դնեիր, ասենք, չեմ անում, ձեր փակ չաթերում, ասենք, մեկը մյուսից բացատրեի, իհարկե Մերի Տոմոյանը չէր անդրադառնա, բայց դու բաց տեքստով բաց հայտարարություն ես անում, ուրեմն սպասի պատասխանին, նորմալ է։ Շնորհակալ եմ լավ օր ցանկանալու համար, իմ ամեն օրն է լավ օր, եղբայր, որովհետև ես գտնվում եմ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում ու ես ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի եմ։ Ադիոս։